Տիկին Նայրա, ինչ կասեք մեր երկրում տիրող այս իրավիճակի վերաբերյալ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ձերբակալություններ են մեր երկրում տեղի ունենում իշխանությանը հակառակ վերաբերմունք ունենալու համար, եկեղեցին նույնիսկ պաշտպանելու համար կարող են մարդուն ձերբակալել, ամենավառ օրինակը բարերար Սամվել Կարապետյանն է, 100 օրից ավել է գտնվում է կալանքի տակ, ընդամենը նրա համար, որ պաշտպանել է եկեղեցին։ Այսօր էլ տեսանք, որ Մկրտիչ Սրբազանն է ձերբակալվել, Արագածոտնի թեմի առաջնորդը, ինչ կասեք, մեր երկրում արդեն 3 սրբազան է ձերբակալվել, բայց հասարակությունը շարունակում է անտարբեր մնալ այդ ամեն ինչին։ Անտարբեր չէ, ուղղակի ամեն մարդ իր եւի կա, շենք հարգյոր մեկը դուրս է գա խոսալու, մտածե այդ ձևի եւի կմտածեր դուրս գա խոսալու, պիտի բանտարկեն կամ լրացնեն, դա համար ասենք ծնողները ամենաառաջինի ծնողները բարձրաձայնեն այս արտարությանը չդիմանալով էսան արտարության քալեն իրանց արտար փաղուկի ձայնը բարձրացրին, բայց կալանավորեցին։ Գիտեք ինչքան դժվար է զոհվածի ծնողին, երբ որ կզրկվես վերջին անգամ երեխին վերջին համբուրը տալուց կզրկվես այն վերջին անգամ երեխուդ գրգելու այդ իրավունքից ու այսօր քո արտար ձայնի համար, արտար պահանջի համար քեզ ձերբակալեն ու կզրկեն անգամ սառը քարը գրգելու իրավունքից։ Զոհվածի անհետ կորած ծնողին ձերբակալեց զուտ իր հանգստությունը խանգարելու համար, որ իր հանգստությունը չխանգարեն, դա համար ձերբակալեց, որովհետև այն ծնողին ձերբակալեց, որ այդ փապուկատուրներին նստած պաշտոնավորները 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մեր տղաների մարմինները այդ մարի դաշտից իրանք ծնողները բաներեցին միացան այ աշխատողներին կարմիր խաչի աշխատողներին նրանք մեկնեցին դաշտից գիտեք ինչքան դժվար է ծնողին դաշտից այդ մասունքները պատկերացրեք որ ինքը գտնի իր երեխուն ու ինչ վիճակի կերնի դաշտից հանե ու այդ ծնողին այսօր ինքը այն ծնողին այն զոհվածի եղբորը կալանավոր է, որ եղբոր մարմինը գտել է գլխատված, մի օր առաջ մարմինն է գտել, մի քանի օր հետո գլուխն է գտել ու գլուխը ինքը ոչ մեկին չի բաները վստահ իր մեքենայով է բերել, այսօր այդ ծնողը, որ դիմում է 5 տարի անց, լուր չլռելով 5 տարի ինքը բողոքելով արտարծային հանելով իր անհետ կորած եղբոր որդու համար, այսօր կալանավորեցին զուտ իրանց հանգստությունը չխանգարելու համար։ Սրբազանները հային, որոնք իրոք հոգով հային, հոգևոր էին, նրանք պայքարում էին հայ տեսակի համար, հայ ոգու համար, բայց այսօր իրանք նորից կալանավորվեցին, զուտ ինքը չի սիրե հային, եթե Նիկոլ Փաշինյանը մսկիթ կեշտա հարգելով ոտքերը կհանե ոտաբոբի կեշտա, բայց այսօր ինքը հոգևորի դեմ է դուրս եկել, եկեղեցու դեմ է դուրս եկել, դա հենց ինքը կնշանակի, որ ինքը դեղել ժողովրդավարություն, որ դեղ է գրված, դա ուղղակի տենկա բդարվի, որ հաստատվի, որ ինքը ուղղակի թուրքի կողմից ուղարկված գործակալ էր։ Տիկին Նայրա, Նիկոլ Փաշինյանը այս քաղաքական հետապնդումներով, ձերբակալություններով ինչ է փորձում ցույց տալ, արդյոք սա լրացնելու իր վախը, իր ինքնական ստոր տագանք մարդը, որ անգամ իր ատորի ամրության համար իր տողուն ուղարկեց Արցախ ծառայելու, իր տողուն ուղարկի մեկ կես ժամ հատվածով, այդ կես ժամ տևողությամբ ուղարկեց Մարզի դաշտ, որ ցույց տա ինքը ժողովրդավար է, բայց զուտ իր ատորի համար, իր ատորի ընդության համար, էսի իր մեջ մենակ իր վախերն է, իր հիստերիկությունները, այն վախի զգացողությունը ինքը ատորը կորցնելու է։
Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ իշխանությունները շատ հաստատակամ հայտարարում են, որ իրենք նորից են լինելու իշխանություն 2026 թվականին, որտեղից է գալիս կեղծ խաղաղության այդ թերզը տանելով, ժողովրդին մոլորության մեջ գցելով, կարող է եւ իրանք նորից կեղծիկներով նորից իրանք եթե մենք ոտքի չկաղնենք, եթե մենք մեր Հայաստանի, եթե չենք ուզոր Հայաստանը վերջնական կորցնենք, Յանը կորցնենք, Արարատը կորցնենք, այսքան տղեկի զոհված տղեկի արյունը իրանց ասած այդպես հանուն ոչինչի չդարձնենք, ում պետք է պայքարենք, ամեն ոքս պետք է պայքարենք մեր հողի, մեր այրան, մեր եկեղեցու, մեր հայ լինելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար սրբազանները վախենալու մարդիկ են։ Այո, վախենալու մարդիկ են, որովհետև իրանք պայքարում են հայ տեսակի, հայ ոգու, հայ եկեղեցու համար, վախենալու են։ Նա բազմիցս ասել է, որ պիտի եկեղեցիները մաքրման ենթարկվի, որովհետև այնտեղ մարդիկ են, ովքեր չպետք է լինեին այնտեղ, մասնավորապես կաթողիկոսին հետ իրանք խանգարում են մարդիկ, ով հայ տեսակի համար են պայքարում։ Իրան խանգարում են, դրա համար ինքը բանից հանում է, մնացածի մեջ վախ մտցնելով, որ հետոն ինքն է լինելու, որ չպայքարեն։ Ուղղակի մենք պետք է չլռենք, պայքարենք սրբազանների համար, պայքարենք մեր զոհված ծնողների համար, մեր տղեկի համար, մեր հայ ոգու համար։